Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել է Նոբել սննդի արդյունաբերության տարբեր տեսակի հորթիքների արտադրության գործարանի բացմանը։ Էկոնոմիկայի նախարար Միքայել Ջապարովը եւ Ազերսուն հոլդինգի վերահսկիչ խորհրդի նախագահ Ահմեդ Գյոզելը պետության ղեկավարին տեղեկացրել են ձեռնարկության գործունեության մասին։ Ազերսուն հոլդինգի Կավկաս պահանջողների գործարանի եւ Շերվանի կողմից համատեղ հիմնադրված շահագործման հանձնված ձեռնարկությունը գարտադրի տարբեր տեսակի հորթիքներ, պոպկորն, աղանդեր եւ ջրեր։ Տեղական շուկա արտադրանք մատակարարելուց բացի նախատեսվում է նաեւ դրանց արտահանումը տարբեր երկրներ։ Գործարանը, որի հզորությունը կկազմի տարեկան 900-600 տոննա արտադրանք, հագեցած է աշխարհի առաջատար երկրներից ստացված ժամանակակից սարքավորումներով։ Արտադրության մեջ օգտագործվող արևածաղիկը, նուշը եւ կենտնանուշը կապահովեն տեղական հումքից։ 7 հեկտարից ավելի ընդհանուր մակերոսով ձեռնարկությունը մշտական աշխատանք կապահովի 210 մարդու համար։ Գործարանի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 38 միլիոն մանաթ։ Դրանցից 5 միլիոն մանաթը որպես արտոնյալ վարկ է հատկացվել Ադրբեջանի ձեռներեցության զարգացման հիմնադրամի կողմից։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ժողովուրդները հնագույն ժամանակներից կապված են բարեկամության, բարիդրացիության եւ փոխադարձ աջակցության ավանդաբար սերտ հարաբերություններով։ Այսօր այս լավ ավանդույթները հուսալի հիմք են ստեղծում մեր միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման եւ լայն շրջանակի հարցերի շուրջ համագործակցության խորացման համար։ Այս նշանակալի օրը մաղթում եմ ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին բարեկեցություն եւ բարգավաճում, ասվում է նամակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոսին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է նախագահին եւ Ֆիլիպինների ժողովրդին այս երկրի ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի եւ Ֆիլիպինների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության եւ համագործակցության ոգով, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով երկու ժողովուրդների շահերին համապատասխան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է թուրքական պետությունների կազմակերպության ընտանեկան եւ սոցիալական քաղաքականության հարցերով պատասխանատու նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների երկրորդ նիստի մասնակիցներին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Նիստը նվիրված է կանանց դեր ժամանակակից հասարակությունում, կայուն զարգացում եւ ավանդական արժեքներ թեմային։ Թուրքական պետությունների կազմակերպության ընտանեկան եւ սոցիալական քաղաքականության հարցերով պատասխանատու նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների երկրորդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ ընտանիքը միշտ եղել է թուրքական ժողովուրդների կյանքում սոցիալական կառուցվածքի հիմքը, կապված հարուստ ընդհանուր պատմական եւ մշակութային կապերով։ Պատմության ընթացքում կանայք ոչ միայն եղել են ընտանիքի հոգևոր հենարանը, այլև մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը եւ նպաստել սոցիալական զարգացմանը։ Պետության ղեկավարը նշել է, որ կանայք բացառիկ դեր են խաղացել բարոյական արժեքների պահպանման գործում։ Իլհամ Ալիևը նշել է, որ ժամանակակից համաշխարհային մարտահրավերների համատեքստում թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում սոցիալական քաղաքականության եւ ընտանիքի ոլորտում համագործակցության խորացումը մեծ նշանակություն ունի թուրքական պետությունների կազմակերպության երկրներում ընտանիքի ինստիտուտի պաշտպանության եւ ամրապնդման համար։ Միլլի Միջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում թուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեայի 14-րդ լիագումար նիստի շրջանակներում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ժողովի նախագահի հետ։
Հանդիպմանը հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ժողովի նախագահ Զիա Օզտուրքլերը գոհունակություն է հայտնել Թուրքպայի 14-րդ լիագումար նիստին թուրքական աշխարհի շրջանակներում մասնակցելու կապակցությամբ եւ ընդգծել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահությամբ Թուրքպայի հաջող գործունեությունը ծառայում է կազմակերպության հետագա ամրապնդմանը եւ նրա միջազգային դիրքերի ամրապնդմանը։ Զրույցի ընթացքում կարծիքներ են արտահայտվել թուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեայի 14-րդ լիագումար նիստի կարևորության եւ կազմակերպության ապագա գործունեության շրջանակներում այնտեղ քննարկվելիք հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Ավանդական էներգետիկ ոլորտում լոկոմոտիվ դեր կատարած Ադրբեջանը այժմ վճռականորեն դրամադրված է առաջատար դիրք զբաղեցնել կանաչ էներգետիկ հեղափոխության մեջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սուլտանովը։ Բաքվում թուրքական պետությունների կազմակերպության ընտանեկան հարցերով եւ սոցիալական քաղաքականության համար պատասխանատու նախարարների եւ հաստատությունների ղեկավարների երկրորդ նիստի շրջանակներում կազմակերպված միջին միջանցք 360 աշխարհաքաղաքականությունից միջև թվային փոխակերպում ընտանիքից մինչև կանաչ զարգացում խորագրով զուգահեռ ընթացող միջոցառման ժամանակ։ Այսօրվա միջոցառման ժամանակ խոսվել է կանաչ էներգիային անցնելու եւ աբաացխազնացման մասին։ Այս մարտահրավերները իրականում նաև հնարավորություն են մեր աշխարհագրության համար։ Մենք պետք է մոբիլիզացնենք բոլոր ռեսուրսները այս հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։ Կուբայի Հեյդար Ալիևի կենտրոնում Արևմտյան Ադրբեջան մեր պատմական հողերը խորագրով համաժողով է տեղ ունեցել, որը կազմակերպվել է շրջանի գործադիր իշխանության եւ Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից։ Համաժողովին մասնակցել են գործադիր իշխանության Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներ, պատգամավորներ, նահատակների ընտանիքների անդամներ, հասարակական միավորումներ, վետերաններ եւ երիտասարդության ներկայացուցիչներ։ Միջոցառումը սկսվել է պետական օրհներգի կատարմամբ եւ նահատակների ու մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակին 1 րոպե լռությամբ։ Ցուցադրվել է Արևմտյան Ադրբեջանի մասին դեսանյութ։ Գործադիր իշխանության ղեկավար Իլգար Մահմուդովը նշել է համաժողովի նշանակությունը Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը փոխանցելու համար։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Կամին չափավոր հարավարևմտյան օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 20-23, ցերեկը 27-32 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջանների մեծ մասում կլինի առանց ստեղումների եղանակ, սակայն օրվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում սպասվում է պարբերաբար անձրև եւ կայծակ։ Գիշերը եւ առավոտյան որոշ լեռնային շրջաններում պարբերաբար մարախուղ կլինի, քամին չափավոր արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 18-23, ցերեկը 31-36, լեռներում գիշերը 8-13, իսկ ցերեկը 20-25 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալիում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 14-26, Աղդամում, Ֆիզուլիում 18-30, Ջաբրայիլում, Զանգիլանում, Կուբատլիում 17-30, Լաչինում 15-28, Քելբեջարում 9-20 աստիճան տաքություն։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ, քամին չափավոր հարավարևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 20-23, ցերեկը 27-32 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջանների մեծ մասում կլինի առանց ստեղումների եղանակ, սակայն օրվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում սպասվում է պարբերաբար անձրև եւ կայծակ։ Այն կարճատև բնույթ կունենա եւ հավանական է կարկոտ։ Գիշերը եւ առավոտյան որոշ լեռնային շրջաններում պարբերաբար մարախուղ կլինի, քամին չափավոր արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 23, ցերեկը 31-36, լեռներում գիշերը 13, ցերեկը 20-25 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 20-27, Աղդամում, Ֆիզուլիում 21-28, Ջաբրայիլում, Զանգիլանում, Կուբատլիում 20-30, Լաչինում եւ Քելբաջարում 20-29 աստիճան տաքություն։ 102.7 FM